Շատերն ունեն օրինակ մահվան վախ, իրանց թվում է թե հեսա կմեռնեն։ Ահա, սիրտս խփում է, վայ մեր հարևանի կնիկը դրանից մահացա։ Կարող է ուշաթափվեմ, կարող է մահանամ, կարող է լուրջ ինչ-որ հիվանդություն ունի։ Այդ դեղորայքային բուժման մասով։ Չպիտի սկսի դեղ նշանակել դա։ Հիմա ես սկսեցի դեղերը խմեմ, կամ լավ գնում եմ հոգեբանի մոտ։ Ինչքան, երբ ինձ ես ինձ լավ կզգա։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր իմ հյուրն է հոգեսոմատիկ բժիշկ եւ հոգեթերապևտ Անի Զաքարյանը, գործունեություն է ծավալում Գերմանիայի վերականգնողական կենտրոններից մեկում որպես ավագ մասնագետ, իսկ մայիսի 1-ից կբացի նաեւ իր մասնավոր կլինիկան։ Այսօր մենք շատ հետաքրքիր քննարկում ենք ծավալելու նվիրված հոգեթերապիային եւ հոգեսոմատիկ բժշկությանը, հատուկ անդրադարձ կկատարվի նաեւ տագնապային խանգարումների եւ խոճապային գրոհներին, այնպես որ հորդորում եմ տեսանյութը դիտել մինչեւ վերջ։ Ողջույն Անի ջան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ առաջին հարցը. ինչպես եկար հոգեսոմատիկ բժշկության ոլորտ։ Շատ պատահական։ Իրականում շատ պատահական ա եղել իմ հանդիպումը, այսպես ասած, փսիխոսոմատիկայի հետ, բայց այդ պատահական հանդիպումներից մեկն է իմ կյանքում, որի համար երևի թե մինչև կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ։ Հայաստանում եղել եմ ռադիոլոգ, այստեղ գալով սկզբնական շրջանում ռադիոլոգիայում տեղ չգտնելով, ուղղակի ամուսինս ընկերոջ հետ է հանդիպում ու ասում է, գիտես, մեր մոտ վերականգնողական կենտրոնում տեղ կա, կարող է կինդ գա փորձի։ Այդպես գնում եմ ու դա ոչ թե լինում է փորձ, այլ իսկապես ես մտնում եմ այդ կլինիկա ու 2 օր կամ 3 օր հետո ես իմ ամուսնուն ասում եմ վերջ, սա մինչև կյանքիս վերջ ես ուզում եմ մենակ սրանով զբաղվեմ ու չկա այլևս sense բժշկության մեջ մի հատ ճյուղ, որ կարա իմ հետ, իմ մոտ ինչ որ համեմատական լինի փսիխոսոմատիկայի հետ, որտեվ ինքը չեմ կարա բացատրեմ, ինքը ինձ համար այնքանով ինչքան բացահայտված է մինչև հիմա, Աշոտ ջան, այդքանով դեռևս չբացահայտված է։ Ու դրանով է հետաքրքիր, հետո հոգուն մոտենալ, այդ անտեսանելին մոտենալ, այդ կապերը տեսնել, ինքը ուղղակի, չգիտեմ, ֆանտաստիկ է։ Ֆանտաստիկ էմոցիաներ է նաև իմ մոտ առաջացնում։ Կհիշես ինչ-որ կոնկրետ դեպք, որ դու առանձնապես այդ դեպքի հիման վրա համոզվեցիր այդ կապերի մասին։ Չէ, չեմ կարող առանձնացնեմ որևիցե մի առանձին դեպք, բայց կարամ առանձնացնեմ, որ տեսկզբից որ գալիս էին, հա, որ դեռ այդքան տենց փորձառու չէի, պատմում էին, հա, հասկանում էի թեորիապես ամեն ինչ եւ այլն, բայց չէի պատկերացնում, որ ոնց է հնարավոր, որ իսկապես սիմպտոմները լավանան։ Օրինակ, ինչ որ մեկը եկել է, մազաթափություն կա, հա, ֆիզիկական որևիցե պատճառ չեմ գտնում, բայց այդ մարդու գլխամաշկում մոտապես այս հատվածով սենց մազաթափություն կա։ Ու ասում էի, լավ, ոնց կարա լինի, չի կարա լինի երևի թե թեորիապես անում էի, բայց պրակտիկորեն հավատալ դրան բարդ է իրականում, ինչեւ դու դա չես տեսնում։ Բայց որ 3-4 շաբաթ հետո այդ ինտենսիվ թերապիաները, որ մեր մոտ անում են, ու միայն դա հոգեթերապիան չէ, ինքս շատ բազմա, այսպես ասած, կոնցեպտ պրոգրամա է, հա, որ անում են։ Երբ որ ես տեսա, որ սկսվեց, այս մարդու մոտ սկսեց քիչ այդ մազարմատները տեսնել ու աճը, ասեցի, չէ, փաստորեն լինում է, կամ մնացած թե պսիխոլոգիչեսկի պայմանավորված ցավը, տարբեր սիմպտոմներ, որ զգում էի, որ մարդը գալիս մի քանի շաբաթ հետո ասում է, ես այդ ցավը չեմ զգում։ Իմ այս սիմպտոմը թուլացել է բժշկուհի ջան, կամ ես այլևս չեմ ֆիքսվում իր վրա 24 ժամ, կյանքից որակն է լավացել, ու այդտեղ լրիվ թեորիան ինչ որ սովորել էի ու պրակտիկ իմ կյանքում ինչ որ տեսա, այսինքն եկան ու միացան իրար։ Ոնց հասկացա, մի քանի ոլորտի մասնագետներ են կցված ու կիրառվում է միջդիսցիպլինար մոտեցում։ Այսինքն ովքեր կոնկրետ ինչ ոլորտի մասնագետներ են միասին աշխատում կլինիկայում։ Մեր կլինիկայի մասն է խոսքը։ Մեր կլինիկայում աշխատում են նախ առաջինը սոմատիկ, կա տանեկան ընդհանուր բժիշկ, հոգեբույժներ կան, փսիխոսոմատիկ բժիշկ, հոգեբան, հոգեթերապևտներ, առանց որոնց մենք կյանք չունեն, փսիխոսոմատիկ բժշկությունը առանց իրանց չկա ուղղակի։ Իսկ պարտադիր դա իրանք մասն են կազմում, էրգոթերապևտներ, ֆիզիոթերապևտներ են իրանց մեջ մտնում, գեշտալտ կամ արտ թերապիայի ինչ որ մասնագետներ մտնում, որը նույնպես հոգեբանական, որը նույնպես հոգեկանի վրա մեծ ազդեցություն ունի, եւ այդքանը ու պլյուս խմբային թերապիաները, որ անում ենք հոգեթերապիաները։ Հասկացա։ Այսինքն անհատական ու խմբային ձևաչափով։ Այո, անհատական, խմբային հոգեթերապիաներ կա նաև, այսպես ասած, հատուկ առանձնացված օրինակ դեպրեսիայի խմբեր կա, չգիտեմ, ցավի խմբեր, ու ընդհանուր ունենք նաև ընդհանուր, որտեղ չկա հստակ թեմա, այլ ուղղակի պացիենտը գալիս է,
բազիս մենք տենց ենք ասում, բազիս խմբերը, պացիենտը գալիս է իր մտքով, իր այդ պահի, իր հոգուն վերքը ուղղակի արտահայտի ու վերլուծություն ենք տալի ու խմբային հոգեթերապիան նաև այդ մեծ էֆեկտ ունի, որ մարդը հասկանում է, եթե մինչև դուրը մտնել իրան թվում էր մենակ ես այս խնդիրն ունեմ կամ ինչի եմ ես ասենց ուժեղ արձագանքում ես կամ այն խնդրին, ինքը հասկանում որ 12 հոգի նույն ձև են ու տենց շատ հարյուրավոր մարդիկ են կլինիկայում, հա, դա հələ մի խումբն է։ Ու դա շատ թեթևացնում է նաև, որ հասկանում է ես մենակ չեմ, ու եթե ինչ որ մեկն էլ ասում է, այ ես սենց եմ եղել տարիներ առաջ, հիմա սենց հասել եմ նրան, ասում եմ ուրեմն շանս կա, որտեվ լրիվ այլա որ ես ասեմ, որպես հոգեբան, հոգեթերապևտ ու լրիվ այլա, երբ որ պացիենտը լսում է ուրիշ պացիենտից, որ ես ունեցել եմ ու անցել է։ Իսկ հատկապես ինչ գանգատներով են գալիս կլինիկա։ Դեպրեսիաներ, տագնապային խանգարումներ, քրոնիկ ցավային խանգարումներով են գալիս, կպչուն մտքեր, գործողություններ, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներով են գալի ու հետտրավմատիկ ստրեսային խանգարումներ։ Ինչպես նաև առանձին օրգան համակարգի, բայց ինքը սոմատոֆորմ հենց խանգարումների մեջ է մտնում, դրա համար չասեցի ես, հա, առանձին օրգան համակարգերի, սրտի, չգիտեմ, ստամոքսաղեքային տրակտի, միզասեռական համակարգի սոմատոֆորմ ֆունկցիոնալ խանգարումներով պացիենտներ։ Այսինքն արդեն իսկ ախտորոշումը ստացած գալիս են, թե լինում է որ գալիս են, բայց տեղում արդեն ախտորոշումը ստանում։ Իսկ մարմնական գանգատներով սկսում, չգիտեմ, ստամոքսա ցավում կամ աղիներս լավ չի։ Հետո նոր պարզվում է որ ինքը ունի ինչ որ սոմատոֆորմ խանգարում, թե արդեն գալիս են հիմնականում որ գալիս են մեր մոտ իրանք արդեն մարմնական խնդիրները բացառված են գալի մինչև մեր մոտ հասնելը որտեղ իրանք բավականաչափ sense երկար գործընթաց է թղթաբանական եւ այլն ու տենց չի կարող ինչ որ մեկը օրինակ առանց օրգանական խնդիրները բացառելու որոշի որ իր մոտ հոգեբանական է կամ որևիցե մի բժիշկ թեկուզ սոմատիկ որ հասկանա որ ահա սա 100%-ով այսինքն նախ լինում է ինքը պարտադիր օրինակ սրտի հատվածում ցավեր ունի պարտադիր ինքը գնում է կարդիոլոգի մոտ այդ բոլոր հետազոտությունները անում են բացառում են օրգանական խնդիրները կամ ֆիզիկական պատճառները տվյալ սիմպտոմի ու արդեն ասում են ձեր մոտ հոգեբանական է կամ հոգեսոմատիկ ու արդեն մարդը սկսում է կամ ունի երկու ուղղություն տվյալ դեպքում տվյալ անձը կամ սկսվում է անհատական հոգեթերապիա որը իր օգուտը միանշանակ բերելու է կամ ուզում է ավելի ինտենսիվ այդ դեպքում արդեն փսիխոսոմատիկ վերականգնողական կենտրոններն են մեզ մոտ իսկ օրինակ փոճապային գրոհների առումով ինչ է կատարվում հիմնականում մարդու մարմնու խոճապային գրոհների ժամանակ։ Շատերն ունեն օրինակ մահվան վախ, իրենց թվում է թե հեսա կմեռնեն, էլ վերջ, արդեն ամեն ինչ հիշում են, կյանքը ամբողջ կյանքը դեմով սկսում հասնել, կամ ինչ է կատարվում այդ ժամանակ, ինչ կարան իմանան խոճապային գրոհ ունեցող անձինք, որ իրենց կօգնի ախտանշանների մի քիչ ավելի հանգիստ նայել։ Նայ, առաջինը շատ լավ հարց է տալի նախ, կարծում եմ շատերին հետաքրքրող նաև։ Աշոտ ջան, առաջինը դու ել լինելով հոգեբան հաստատ կփաստես։ Փսիխոէդուկացիա ասելը, այսինքն հոգեկրթել երևի հայերենով, հա, երբ որ պացիենտը գալիս է, ինքը պետք է հասկանա ինչ է իմ հետ կատարվում։ Ու հենց ինձ թվում է նաև այն, որ խոճապային գրոհների, տագնապային խանգարումների թիվը սենց օր-օրի ոչ թե 2-3, չգիտեմ 10 անգամ ավելանում է, նրանում է կայանում, որ առաջինը կամ ճիշտ տեղեկացված չեն, երկրորդը, որ չափից դուրս տեղեկացված են։ Իրանք չեն հասկանում, լավ, այսքան կարդում են ինչ-որ ինֆորմացիաներ, որի մեջ եմ ես մտնում։ Ինչ կարող լինի, որովհետև խոճապային գրոհների սիմպտոմատիկան կարող է տարբեր նաև ֆիզիկական խնդիրների դեպքում լինի։ Օրինակ վահանաձև կեղծի, հիպերֆունկցիա մակերի կամ օրինակ ֆեոքրոմոցիտոմա եւ այլն։ Այսինքն դա էլ որ փսիխոսոմատիկ բժիշկը կարողանա տարբերակել, լավ, ինչ է իսկապես խոճապային գրոհատագնապային խանգարում, թե միգուցե ինչ որ օրգանական խնդիր կա։ Այն տարական գիտելիքները, որ պետքա յուրաքանչյուր պացիենտ ունենա իր մասին, դա հետեւյալն է։ Առաջինը խոճապային գրոհի ժամանակ անհրաժեշտ է մի հատ խթանիչ գործոն կամ արտաքին կամ ներքին։ Արտաքինը կարող լինի օրինակ, չգիտեմ, շատ կտրուկ ձայն, որը անցյալում ինչ որ վախի կամ կռվի հետ ասոցացվե ու այդ մարդու ուղեղում այդ հիշողությունը կա։ Կտրուկ ձայնը կարող է ինչ որ վտանգ ունենա։ Օրինակ, դա արտաքին խթանիչն է։ Ներքին խթանիչը օրինակ, չգիտեմ, սրտխփոց ունենա, թեթևակ ինչ որ չգիտեմ, արագ գործ արի, օրինակ ինչ որ մեկը սրտխփոց ունի, արագացած մի քիչ սրտխփոց ունի։ Այստեղից սկսվում է ամբողջ խոճապային գրոհի պաթոլոգիկ օղակը։ Այսինքն մարդը ազդակը ընկալեց, ֆիքսեց։ Ինչ անում։ Ոնց է մեկնաբանում դրան։ Եթե տագնապային մարդիկ, որոնք հակված են նրան, որ ըհը սիրտս խփում է,
վայ մեր հարևանի կնիկը դրանից մահացավ կամ սրտխփոց կարող է սրտի ինֆարկտ ստացա կամ չգիտեմ տարբեր այս բավորները տանում են նրան կարող է ուշաթափվեմ կարող է մահանամ կարող է լուրջ ինչ-որ հիվանդություն ունի բավորները տանում են նրան որ մեր օրգանիզմում արդեն ստրեսի պատասխանատու սիմպաթիկ նյարդային համակարգը հասցնում ենք մենք մեր մտքով մաքսիմալ մակարդակի երբ որ հասցնում ենք արդեն մաքսիմալ մակարդակի դրանից հետո շատ դժվար է իրան կառավարել որտեվ օրգանիզմը ավտոնոմ արդեն ավտոնոմ սիմպաթիկ նյարդային համակարգը Всё, սկսում ենք բոլոր օրգան համակարգերին իր ազդակները տալ։ Սիրտը, դե դու սկսի արագ աշխատել, քրտնագեղձեր, քրտնարտադրություն, շնչառական, հա, մակերեսային արագ հիպերվենտիլյացիա ասվածը, դող, այսինքն բոլոր սիմպաթիկ վեգետատիվ այդ սիմպտոմները առաջանում են։ Մարդը դրանից ավելի է տագնապվում։ Էս ինչ է իմ հետ կատարում, ուրեմն իսկապես լուրջ բան կա, հեսա ինքնատիրապետումս կկորցնեմ, հեսա կմահանամ։ Ու այս սիմպտոմները որ կա Սա երկարացնում է այն վեգետատիվի սիմպտոմները, որ ավտոնոմ ինքը մեկը առաջանալու, որտեղ մենք արդեն տվել ենք դրան հիմք, այսպես ասած։ Երկարացնում ենք ու ավելի ինտենսիվ ենք դարձնում։ Ու մինչև ինքն իր ցիկլը ապրում է, հանդարտվում է։ Բայց այստեղ ձևավորվում է վախ-վախից, որտեղ մի անգամ մարդը սա ունենալով ինչ անում, սկսում է խուսափել այն բոլոր իրավիճակներից, սիտուացիաներից մարդկանցից, որ կարա այդ առաջացնի։ Ու սա ավելի է ուժեղացնում։ Ու այս ցիկլի մեջ անընդհատ պացիենտը ընկնում է։ Իսկ երբ որ ինքը հասկանում է ինքը գիտակցում է մի հատ այդ պահին։ Էս եղավ, ինչ եղավ։ Սա ինչ որ պաթոլոգիկ բան չի, որ առաջացավ, որտեվ իմ մոտ էլ կարող առաջանա։ Իմ մոտ օրինակ եթե ես տեսնեմ, այդ վատ օրինակ է, բայց օրինակ եթե տեսնեմ ավտոյ անցնում ու իմ փոքրիկ տղան դեպի ավտոն է գնում, հեսա կընկնի աստված մի առաստի ավտոյի տակ։ Նույն սիմպտոմ իմ մոտ կառաջանա, որտեվ պիտի առաջանա, որտեվ ես վախ եմ զգում, այս բոլոր սիմպտոմները առաջանալ։ Ուղղակի իմ ու մնացած պացիենտների տարբերությունն է, որ իմ մոտ կա իսկապես խթանիչ։ Իրանց մոտ հորինված խթանիչներ կան, որը բերում է այդ ցիկլի մեջ է գցում։ Հորինված ինչ որ մի բանից ելնելով, ոչ թե իրանց թվում է։ Հորինված նկատում եմ եղել է ինչ որ մի բան, պահպանվել է ուղեղում որպես վտանգ։ Շատերի համար հիմա ավելի པարզ դարձավ, որ մեխանիզմը, թե ինչպես է տագնապը առաջանում կամ երևի թե ինչից պետք է հատկապես խուսափեն, երբ որ առաջին ախտանշանները արդեն նկատում են իրենց մոտ, օրինակ արագ սրտխփոց կամ առատ քրտնարտադրություն եւ այլն։ Ձեռքերի դող, այսինքն հիմնական սխալը երևի թե կայանում է նրանում, որ մարդիկ սկսում են հետևել այդ ախտանշաններին, մտովի կենտրոնանալ դրանց վրա։ Կենտրոնանալ, ֆիքսվել ու դրանով իրանք կերակրում են, իրանց փոխաբերական իմաստով կերակրում են նաեւ իրենց վախ, այսպես ասած։ Հետո մի հատ կարևոր բան էլ ասեմ, Աշոտ ջան, այդ մարդիկ, որ գալիս են ասում են տագնապային խանգարում ունեմ, ես միշտ մի հատ հարց եմ տալի։ Մինչև խանգարման զարգանալը դուք ինչ ձևի մարդ եք, որպես անձ, չէ՞, որտեղ մարդը ամեն մեկս իր անձային բնավորության գծերն ունի։ Դուք ոչ տագնապային եք եղել։ Գրեթե չէ։ Այն մարդիկ, որոնք հետագայում տագնապային խանգարում են, ոչ բոլորը, բայց հակվածություն կա։ Այն մարդիկ, որոնք տագնապային խանգարում արդեն որպես հիվանդություն են ձևավորում, այդ մարդիկ շատ երբ որ հիշում են, ասում են, հա, բայց ես դպրոցում էլ էի տենց։ Օրինակ դասարանում մի բան ուներ, բոլորը կասեին, հա, դե լավ, ես ասում եի, բայց կարող է սենց լինի։ Այսինքն այս մարդիկ ավելի հակված են դրան։ Ուղղակի հետագայում որոշակի, այսպես ասած, կյանքի իրավիճակների պատճառով ինքը արդեն դեպի պաթոլոգիա է գնում։ Բայց սա չեմ խոսում այսինքն սա բացարձակ ինչ որ ճշմարտություն չի, ես ասում եմ, ուղղակի սենց իմ ներքին վիճակագրությունը, որ ես ուղղակի դիտարկում եմ իմ պացիենտների հետ աշխատելու շնորհիվ։ Այսինքն պարտադիր չի, որ ինչ որ կոնկրետ միջադեպ տեղի ունեցած լինի մարդու կյանքում, որ հետո դրա հիմքի վրա զարգանա այս կամ այն խանգարումը, շատ դեպքերում անձի կառուցվածքի մեջ արդեն գոյություն են խնդրահարույց գծեր, որ հանգեցնում են, այսինքն պարարթող են ստեղծում դրա։ Այո, լրիվ համաձայն եմ։ Օրինակ իմ պրակտիկայում ես շատ եմ հանդիպել դեպքերի, նաև կլինիկական աշխատանքում, հենց մեր կլինիկայում, որ շատերը կուզենային ավելի շատ օրգանական բնույթ ինչ որ խնդիր ունենային, քան հոգեբանական։ Ձեր մոտ էլ է տենց։ Ամեն երկրորդ պացիենտը նույն բառերը, դաժե, չգիտեմ, նույնիսկ այդ ստորակետներն են նախադասության նույն ձև դինում։ Երնեք ես մի հատ ծանր ֆիզիկական խնդիր ունենայի, բայց ես չունենայի։ Բայց ես վստահ եմ, որ որևիցե մեկը այդ մարդկանցից իրանց տան աստված մի առասե, բայց օրինակ չարորակ ուռուցք եւ իրանք տեսնեն այն վերջը, որ կարա չլինի օրինակ, հաստատ այդ արտահայտությունը այլևս չեն անի։ Միշտ այդպես է, ով ինչ ունի, դրա վրա է ֆիքսվում կենտրոնանում, միշտ է այդպես։ Ու այն մարդիկ էլ, որ տագնապային խանգարում ունեն, ինչ ասում եմ, հետաքրքիր բան եմ նկատել,
Այդ մարդիկ հիմնականում օրգանական խնդիր ընդհանրապես չեն ունենում, շատ առողջ մարդիկ են։ Իսկապես շատ առողջ մարդիկ են լինում, ու իրենց արյան անալիզներն էլ օրինակ 40-50 տարեկան, որ տալիս են, ոնց որ 20 տարեկանի արյան անալիզներ լինի։ Այսինքն, չգիտեմ, թե բնություն ինքն իրանով ինչ որ հավասարակշռվածության մեջ է գցում, թե չէ, բայց հետաքրքիր է, որ տագնապային խանգարումով մարդիկ շատ հաճախ օրգանապես, ֆիզիկապես շատ առողջ մարդիկ են լինում։ Երբ ինչ որ ինքնապաշտպանական մոդուս կա դրա Չեմ կարող։ Ես դրան միշտ անվանում եմ բնություն, ասում եմ բնություն ինքն իրանով սենց հավասարակշռվածության է բերում երևի։ Չեմ կարող ասեմ։ Ինչերս մի հարցեր տվեցիր, այդ ժամանակ ինչ անեն։ Օրինակ խոճապային գրող առաջացավ, ինչ անեն։ Շատ լավ կլինի առաջինը այն որ հասկացան ինչ է կատարվում։ Դա շատ կարևոր է։ Երկրորդը պետքա անգիր արած պլան ունենան։ Այդ պլանը երբ որ 1, 2, 3, 4 անգամ անեն ու ձախողեն օրինակ միևնույնն է 5-6-րդ անգամ ինքը դառնալու անենց որ սկսի մարդ արդեն անել ու չկենտրոնանա այդ բային լրացուցիչ խոճապ չառաջացնի։ Պլանի մեջ մտնում է 4-5 քայլ առաջնային որ պետքա պարտադիր անել։ Ինչպես դրա վերաբերյալ ես ռիլեր եմ նկարելու, իմեջում լինելու է անպայման հստակ պլան խոճապային գրոհի ժամանակ։ Եթե հետաքրքիր է, ասեմ այդ կետերը։ Առաջնայինը ինչ որ պետքա մարտանի, ես ասացի, որ խոճապային գրոհի ժամանակ սիմպաթիկ նյարդային համակարգն է ակտիվանում։ Դրան հակառակ կա մեր օրգանիզմում պարասիմպաթիկ, որը հանգստացնող մոդուս ունի։ Հիմա մենք պետքա հասնենք նրան, որ պարասիմպաթիկը գա ու հանգստացնի մի քիչ։ Դա չի նշանակում, որ խոճապային գրոհը մենք միանգամից վայրկյանական անցնելու է, չէ, որտեղ այնտեղ արդեն պրոցեդուրան պետքա լինի օրգանիզմում, process ընթանում է, բայց մենք կարանք առաջինը ինտենսիվությունը, երկրորդը իր տևողությունը կրճատենք։ Իսկ դա մեծ բան է, ինչ 30 րոպե, ինչ 10 րոպե, կարծում եմ այն մարդ որ խոճապային գրոհ ունի, հիմա կհաստատի, որ դա մեծ տարբերություն է այդ սիմպտոմներն ունենալ 30 րոպե թե 10 րոպե։ Այդ դրա վրա կարող են ազդել։ Առաջինը, ինչ որ պետք է անեն, ես միշտ եմ ասում, դա շնչառական վարժանքներն է։ Շնչառական բոլորը գիտեն, հիմա բոլորը կհաստատեն, հանում ենք, բայց շատերն ասում են չեն օգնում։ Երբ ասում ինչ ձևով եք անում, անում են, ես տեսնում եմ, որ իրանք ուղակի պետք է հիմա ուղակի ցույց տամ, որ դու էլ տեսնես, սենց նա։ Ու դա սխալ շնչառական վարժանք է, որտեղ շատ կարևոր է, որ դիաֆրագմալ է դա կոչվում, այս հատվածով ճիշտ շնչառական վարժանքն անեն, իմեջում որ նայեն, կգտնեն բոլոր հետևորդները։ Շատ կարևոր է, նորից եմ ասում, շնչառական վարժության ճիշտ տեխնիկան։ Առաջինը շնչառական վարժանքն է։ Երկրորդը grounding-ն է կամ 5-4-3-2-1 վարժանքը, այսինքն մեր զգայարանները ոչ թե կենտրոնանում ենք այդ սիմպտոմի վրա ու ավելի ուժեղացնում, այլ մեր զգայարաններն փորձում ենք առաջինը շեղենք, որ չմտածենք, երկրորդը մենք ուզում ենք մեր զգայարանները բոլոր ակտիվացնենք, այսինքն 5 բան որ տեսնում եմ, 4 բան որ լսում եմ, 3 բան որ հոտն եմ զգում, 2 բան որ շոշափում եմ, 1 բան որ օրինակ համն եմ առնում, հա, դա է։ Հաջորդը, երրորդը սառը ձեռքերի մեջ կամ սառուց պահել կամ շատ նաև լավ է, diving reflex-ը նաև դա կոչվում, որ սառը ջուրը, չգիտեմ, ասես դեմքին կամ շփել, երևի տենց ճիշտ եմ ասում, կամ շփել, կամ որոշ տեղերում ասում են նաև դեմքը հենց տենց սառը ինչ որ ջրի մեջ տարայի մեջ մտցնել մի քանի վայրկյան, որ էլի պարասիմպաթիկն է ակտիվացնում, բայց ամեն դեպքում ես իմ փորձից ասեմ, որ պացիենտներին ասել եմ, իրանք ասում են էլի շատ լավ օգնում է, որ ասում եմ ձեռքերի մեջ սառը օրինակ սառուց են դնում կամ սառը ջրի մեջ միանգամից մտնում, սկսում են մի քանի վայրկյան լվանալ ու դեմքին են նաև ձեռքերով սենց հպվում են։ Դա երրորդն էր։ Չորրորդը դա մի քիչ տեխնիկապես սովորելու բան է, բայց ասեմ, պրոգրեսիվ մկանային թուլացումն է, այսինքն առանձին մկանային խմբեր փորձում են լարել ու թուլացնել, հա, տարբեր։ Սկսվում է օրինակ բռունցքներից մի քանի վայրկյան ծիկ պահում ենք, հետո թուլացնում ենք, հետո ուսագոտ ու այդպես, որ մարմնի որ մասի մկանային խումբը հնարավոր այդ մարդը կարա այդ ամ։ Երբ որ այս 4 կարևոր կետերը անում են, ավտոմատ արդեն ինքը ուղեղը էլ արդեն չի կարող կենտրոնանալ այդ ամեն ինչի վրա ու ավտոմատ մենք արդեն ազդում ենք հիմնականում խոճապային գրոհի վրա ու նաև իհարկե 5-րդը որը չասեցի ուղղակի մտածեցի parza բայց ամեն դեպքում դա էլ ասեմ կոգնիտիվ անընդհատ մտքի հետ այդ բային աշխատել որ սա խոճապային գրոհ է սա վտանգավոր չի սա ընդհանրապես մի քանի վայրկյանում անցնելու է ու որևիցե մի իմ կյանքի սպառնացող վտանգ չի կարա լինի մեկ էլ այն ինչ որ ինձ թվում է այս պահին որ հեսա կուշաթափվեմ եւ այլն դա փաստ չի ու ոնց կարան հաստատեն, ես միշտ ասում եմ, ունեցել եք ուշաթափություն, այսքան ժամանակ, չէ։ Ուրեմն դա թվացial մտքեր է, ֆանտազիա, որի հաշվին, բայց օրգանիզմը արդեն իր սիմպտոմներն առաջացնում։ Այս 5 կարևոր կետերն են, որ պետքա պլան անգիրարված մարդ այս պլանն անի։ Ճիշտ է, որովհետև շատ դեպքերում լինում են հատկապես այդ կոգնիտիվ մակարդակում շատերը ֆիքսվում են կոնկրետ ախտանշանների վրա, օրինակ լսած են ալն, որ ինֆարկտի դեպքում այս սիմպտոմները առաջանում են, բայց բա մնացածները, այսինքն հոգեկրթական մասը երևի այստեղ կարևոր է, որ շատերը տարբեր են ու միշտ դոկտոր Google-ին չի որ պետք է հարցնել։ Համաձայն եմ։ Հենց պուլսը ստուգեն, հետո մի անգամից բանան, չէ՞, Google-ով նայեն տենան, ահա,
ոնց որ տեսնի Հա, լավ չէ։ մի հատ պացիենտ ունեի, միջից հետաքրքիր է հենց այս թեմայի շուրջ ասեմ։ Մեր կլինիկայում էր պարկած, ինքը տագնապային խանգարում ուներ այդ կինը, բայց սենց առավոտյան գալիս են, տենում եմ ինչ-որ ստացիոնում, սենց խառնաշփոթ է այս կինը, ինչ որ լրացուցիչ, չգիտեմ, քանի անգամ պանիկատակա վերջը, կանչում եմ մոտս ինչ եղել բան, ասում եմ ես լիմֆոմա ունեմ, ես լիմֆատիկ հանգույցների չորակուրոց կունեմ, Խոչկինի լիմֆոմա է կոչվում, իմ կյանքին մնացել։ Ինչ ես կինը պատմում, ասում եմ մի րոպե, ինչի՞ց եք վերցրել, տիկին։ Ասում եմ տեսել եք, ասում եմ լիմֆատիկ հանգույցներս այդ հարականջային ոնց են մեծացել եւ այլն, ասում եմ լավ, շոշափում են։ Հարականջային ես իր լիմֆատիկ հանգույցները մոտավորապես այնքան մեծացած, ինչքան իմ տղայի մոտ, երբ որ ջերմություն ա ունենում, նորմալ է, որ լիմֆատիկ հանգույցները ռեակցիա են տալի, պետք է մի քիչ մեծանա։ Ու ես հիմա այսքանը բացատրում եմ իրան։ Ու ինքը դրանից առաջ 3 կամ 4 օր ծանր ուղղակի շնչառական, վերին շնչառական, ոնց են ասում, ճիշտ սովորական ինֆեկցիա էր տարել, ասենց ասեմ, գրիպ ասվածներ եղել ու բնական կամ սպասելի էր, որ իր հարականջային լիմֆատիկ հանգույցները մի փոքր մեծացած կլինեին։ Հա, այս կնոջը միևնույնն է, ինքը չէր համոզվում։ Ստիպված ինչ արեցի։ Այստեղ իմ բժիշկ լինելը, այդ որ միշտ ասում եմ պսիխոսոմատիկայով շատ կարևոր է, որ բժիշկը այն զբաղվի, որտեղ լիքը հարցերի պատասխան պացիենտ ուզում է ու հոգեբանը չի կարա տա, իսկապես չի կարա տա։ Ու ես լրիվ կրիտերիաներ ինչ որ կա, Խոչկինի լիմֆոմա, ինչը որ այսպես խոսակցականա ոչ թե ինչ որ գործիքային հետազոտություն կամ անալիզներով, հա, ինչ որ կա, լրիվ իր այդ հերթով արեցի որպես բժիշկ։ Բոլորը բացառվեց, ընդ մնաց մեկը լիմֆատիկ հանգույցների մեծացում, որը ես պարզ ասացի, որ դա բաղադրիչներից մեկն է, օրինակ մրսածության, սովորական մրսածության ժամանակ։ Ու այս կինը լրիվ սենց հանգստացավ, էլի, այդ նրա մասն եմ խոսում, որ այդ Google-ը, այդ կարծտուգելը, կար ինչ որ մեկը մի բան գրի ու մի անգամից ինքը վատագույն բան է բերի, իսկ տագնապային մարդուն շատ բնորոշ է 5 բան գրածնի, ամենավատը ինքը ֆիքսվում է դրա վրա, ուրեմն ես դա ունեմ ու խորացնում է իր մտքով։ Շատ լավ Անի ջան, քանի որ դու հենց բժշկուհի ես, մի կարևոր հարց էլ քեզ, այդ դեղորայքային բուժման մասով ինչ անելիք կա այս դեպքում, երբ որ մենք հոգեսոմատիկ խնդիրներ կամ խոճապային գրոհների հետ ենք օրինակ առնչվում, կա դեղորայքային բուժում կամ նման հնարավորություն։ Դեղորայքային բուժում կա բնականաբար, բայց ինքը առաջնային չի։ Եթե խոսեմ ես կոնկրետ տագնապային խանգարումների մասին, առաջին ինչ որ պետքա տվյալ կներեք պացիենտը անի, պետքա գնա հոգեբան կամ հոգեթերապևտի մոտ։ Դա առաջնային ամենակարևոր կետն է։ Շատ կարևոր մի բան։ Եթե որոշում են գնան բժշկի, գոնե գնան հոգեբուժի կամ պսիխոսոմատիկ բժշկի մոտ, գոնե, ոչ թե գնան նյարդաբանի մոտ, որը շատ հաճախ արվում է, ես գիտեմ, բայց այս օրինակներ եմ շատ հաճախ ես բերում, միշտ ասում եմ, երբ որ աչքն ու ականջը իրար կողք են տեղակայված, դա դեռ չի նշանակում, որ ակնաբուժը կարա քիթ կոկորտ ականջ ինչ որ հիվանդություններ բուժի։ Հիմա նույնն էլ ստեղ է, նյարդաբան ու հոգեբուժ, նյարդաբանական խնդիրներ ու հոգեբանական խնդիրներ, հոգեկան խնդիրներ, իրանք միգուցե մոտ են իրար կանգնած, բայց նյարդաբանը երբևիցե հոգեկան խնդիրների բուժումով չպիտի զբաղվի։ Ինչու՞ դա էլ բացատրեմ ինչու, որովհետև ինքը դեռ կարա նշանակի, ես չեմ ասում չի կարա, հակադեպրեսանտներ, որոնք ունեն տագնապամարիչ ազդեցություն, իհարկե կարա, նեյրոլեպտիկներ եւ այլն կարա նշանակի, բայց ի տարբերություն օրինակ նյարդաբանի հոգեբուժ կամ պսիխոսոմատիկ բժիշկը երբևիցե կամ իմ համար տենց է գրագետ մոտեցումը, որ չպիտի սկսի դեղ նշանակել։ Այս սկզբից խոսում է այդ հոգեկրթում ասվածն է անում, որը դու տիրապետում ես միայն եթե հոգեբուժ կամ պսիխոսոմատիկ բժիշկ ես, կամ նյարդաբան ես, որը վերապատրաստումներ է լրացուցիչ անցել։ Սա մի հատ կարևոր շեղվեցի մի քիչ, բայց շատ կարևոր կետ էր, որ ուզում էի ասեմ։ Առաջին ասեցի հոգեբան, հոգեթերապևտի մոտ Աշոտ ջան։ Իրանց հոգեբանական, իրանց առանձին, հա, սեանսները հոգեթերապևտի կանում են մոտավորապես մինչև 24 սեանս սովորաբար պետք է լինի, որ սեն ստաբիլ մարդը արդեն կարողանանք ասենք ինքը կառավարում է արդեն ու այլևս չի խուսափում այն իրավիճակներից ու կյանքի որակ արդեն լավացած։ Եթե դա չէ կամ ընթացքում հոգեբանը զգում է, որ պակասում է, օգնություն է պետք նաև հոգեբանին, որ կարողանա պացիենտին ստաբիլ վիճակի բերի, կապի մեջ են արդեն հոգեբան, հոգեթերապևտը ու բժիշկը։ Ահա, երբ որ պացիենտի մասին արդեն այդ երկու մասնագետներ իրար հետ փոխանակվում են տեղեկատվության, դրանից դու արդեն որոշում է բժիշկը նշանակի, իհարկե կան հակադեպրեսանտներ, առաջին ընտրության դեղեր, որոնք ունեն տագնապամարիչ ազդեցություն ու դեղերը բնականաբար պետք է նշի պարտադիր բժիշկը, սա շատ կարևոր է, պարտադիր բժիշկը, հոգեբույժ կամ պսիխոսոմատիկ բժիշկն է նշանակում, ու մեկ էլ մի կարևոր բան, որը նույնպես շատ հաճախ ես նկատում եմ, խմում են ինչ որ տագնապամարիչ, ինչ որ դեղ, որից մի հակադեպրեսանտ, հա, կապ չունի օրինակ զոլով տասվածն է խմում
ու ասում է դե մի 10 օր խմեցի, չօգնեց, բժիշկը պացիենտն ասում է ինքն իրան հանեցի։ Նախ առաջինը տագնապամարիչ ազդեցությունը սկսվում է միայն 4-6 շաբաթ հետո։ Մինչև դա առաջի 2 շաբաթը յուրաքանչյուր հակադեպրեսանտ, որ խմա պացիենտը, ավելի շատ իր կողմնակի ազդեցություններն է առաջանում։ Ու կողմնակի ազդեցությունների մեջ մտնում է օրինակ հնարավոր է տագնապային սիմպտոմներ ու ժեղացում, որը շատ հաճախ պացիենտին գցում է, ասում է ես այսքան վատ չէի, ինչի վատացա։ Դա իրան բնորոշ, այսպես ասած, կողմնակի ազդեցությունն է, որի մասին մենք պարտավոր ենք նաև մինչև նշանակելը պացիենտին բացատրեք, ինչա սպասվում, ինչեր է լինելու, վերջնական արդյունքը ինչա։ Դրանից հետո արդեն շատ սահուն ձևով սկսում է իր իսկապես տագնապամարիչ ազդեցությունը օրգանիզմում, երբ որ արդեն քիմիական այդ բոլոր գործընթացների արդյունքում արդեն ազդեցությունը լինում է։ Ու 6-ից 9 ամիս սովորաբար, եթե սկսել ենք, պետքա պացիենտը խմի, շարունակի խմել, անկախ նրանից իր սիմպտոմները լրիվ ստաբիլ են, թե չէ։ Այսինքն հակադեպրեսանտը չի կարելի նշանակել 2-3 ամիս ու հանել ուղղակի։ Մեր մոտեցումը, մեր ոչ միայն Գերմանիայում առհասարակ, հա, բոլոր, այսպես ասած, այդ գայդլայներով եւ այլն, որոնցով բոլոր բժիշկները պետք է առաջնորդվեն ամբողջ աշխարհում, այդպես է ասում, որ տագնապային խանգարումների ժամանակ 6-ից 9 ամիս պետքա պացիենտը խմի։ Որտեվ միայն խնդիրը այն չի, մենք սիմպտոմի վրա ազդենք ու պացիենտը լավ զգա։ Չէ՞ որ մենք նաև իր հետագա ռեցիդիվների պրոֆիլաքսել ենք անում, որ հետագայում էլ չառաջանա։ Այ դու չնայած բժիշկ չես, բայց վստահ եմ լսած կլինես, որ գնում ես բժշկի, ասում է անտիբիոտիկ է նշանակում։ Ասում է խնդրում 2 օր չխմեք, երկար խմեք, սիմպտոմը 3-րդ օրից հետո լավանալու է, բայց 10 օր պիտի խմեք։ Էդ էլ է նույն էֆեկտը, այսինքն այնպես չի, սիմպտոմն անցավ, վերջ անտիբիոտիկը դուրս է։ Իհարկե կան մարդիկ, որ անում են դա, բայց ոչ գրագետ մոտեցումը ինքդ քո օրգանիզմի հանդեպ, որտեղ նա էլ սիմպտոմը լավանում է, բայց 7-ից 10 օր ասում եք պետքա խմել։ Նույնն էլ սա։ Սա դեղորայքի առումով։ Հա, որտեղ շատ տխուր կարան լինել հետևանքներ, եթե մարդիկ դադարացնեն անտիբիոտիկի օգտագործումը, հետո հանկարծ նորից խնդիրը լիովին վերացած չլինի, անտիբիոտիկը նշանակեն, բայց արդեն լավ էլ չէ։ Նույնն էլ տագնապային խանգարումների ժամանակ, այ որ տենց խմում են մի ամիս, 2 ամիս, հետո ռիսկի հանում են, հետո ինչ, հետո գալիս են արդեն խնդիրներ, ոչ թե խնդիրը ես տեսնում եմ տագնապային խանգարումն է, այլ անկեղծ ես տեսնում եմ այդ տասնյակ տարբեր խմբերի կամ նույն խմբի տարբեր դեղերի ուղակի օգտագործելը, որ ուղակի, ոնց ասեմ, վիտամինի պես մարդիկ առնում են, խմում են, օգտագործում են ու հետո շատ հաճախ այդ իր երկարատև այդ կողմնակի ազդեցություններից է, որ մարդիկ հայտնվում են շատ վատ վիճակում, որ արդեն դժվար է լինում այդ վիճակից կամ շատ երկարապահանջում մեզ էլ, որ այդ վիճակից հանենք։ Դրա համար ես միշտ ասում եմ, առաջինը գնացեք հոգեբան, հոգեթերապևտի մոտ։ Իհարկե ես հասկանում եմ, որ դա ֆինանսապես ու ժամանակով պացիենտին ձեռք չի տալի, Հայաստանում նամանավանդ, այստեղ դա ամբողջությամբ ապահովագրությունն է իր վրա վերցնում, դա տենց խնդիր չի, դա միայն գրագիտության հարց է։ Հայաստանում կարծում եմ ոչ միայն գրագիտությունն է, այլ նաև ցավոք սորտի գումարն էլ, որտեղ մարդիկ իրանց գրպանից պետքա տան, իսկ իրանց ավելի նախընտրելի է գնանք դեղատնից կարճ առնենք, խմենք ու լավանանք։ Քան ամեն շաբաթ մի ժամ գնալ հոգեբանի մոտ, խոսել եւ այլն, ու տենց շաբաթներ շարունակ, ամիսներ շարունակ։ Ճիշտ է։ Երբեմն լինում է, որ իրոք վճարունակության խնդիր է լինում, մեկ-մեկ էլ ցավոք շատերը չեն գիտակցում, որ եթե մենք օրվան ընդհանրապես առաջնահերթությունների հետ կապված շատ մարդիկ շատ նյութական բաների վրա մեծ ուշադրություն են դարձնում, դրա վրա պատրաստ են գումար ծախսել, բայց երբ որ հարցը վերաբերվում է մասնագիտական հոգեբանական օգնության, այդտեղ արդեն համաձայն եմ։ Փոքրինչ ուրիշ է մոտեցում։ Համաձայն եմ, որ այդ դրա համար ասացի ոչ միայն գրագիտությունն է, այլ նաև Հայաստանում այդ վճարունակ լինելն է դեր խաղում։ Այստեղ վճարունակությունը կապ չունի Գերմանիայում, այստեղ միայն գրագիտության հարց է, որտեղ մարդկա ստեղ էլ կան, բայց ես չեմ ուզում այստեղ sense շատ իդեալական ու շատ գրագետ մարդկանց ներկայացնում, այստեղ էլ կան շատ մարդիկ, որոնք ասում են, չէ, ինձ պետք չի հոգեբան, հոգեթերապիա, հոգեբաններ կամ հոգեթերապևտիկ աշխատանք, ինձ տվեք տեղ, շուտ խմեմ դժվար։ Հա, որը չկա։ Ցավոք սրտի այդ պացիենտը ընդամենը մի քանի վայրկյան հետո հիասթափվում է ամենակիչը ինձնից, որտեղ այդ բառերը ինձնից լսում է։ Շատ իհարկե դիպլոմատիկ ձևով, բայց ասում եմ։ Իսկ որքան ժամանակ է պահանջվում, որ արդեն պացիենտը իրան լավ զգա, մոտավորապես ինչքան ժամանակ հետո շատերը այս հարցը տալիս են, ասում են, ինչքան կտևի, հիմա ես սկսեցի դեղերը խմեմ կամ լավ գնում եմ հոգեբանի մոտ։ Ինչքան, երբ ինձ ինձ լավ կզգամ։ Շատ ծեծված նախադասություն եմ ասելու, բայց նախադասություն կշարունակեմ։ Սկզբից ծեծված նախադասություն, որի մեջ ամենամեծ իրականությունը ճշմարտությունն է, որ կախված է նրանից առաջինը տվյալ անձից, երկրորդը հիվանդության ծանրության աստիճանից, որտեղ տագնապային խանգարումներն էլ ունեն 3 աստիճաններ՝ թեթև, միջին ու ծանր աստիճանի, նայած ինչ աստիճանի արտահայտված։ Անձից ինչի համար եմ ասում անձից էլ է կախված, ինչքանով է ինքը կիրառում իսկապես այն ամեն ինչ, ինչ որ իզնից կամ մնացած հոգեբաններից տրվում է։
Դա իսկապես ամենասենց կարևոր կետն է։ Ես պացիենտներ եմ ունեցել, որ ընդամենը 9 սեանս են անցել ու իրանք չեմ ուզում խափեմ ու ասեմ այլևս չեմ ունեցել խոճապային գրող, բայց իրանք հասել են այն մակարդակին, որ այլևս դա չէր խանգարում, այլևս իրանք չէին պայքարում դրա դեմ եւ այլևս իրանք չէին խուսափում այն բոլոր իրավիճակներից, որ ստիպում էր մարդուն տունը մնա ու ոչինչ չանի։ Այսինքն կյանքի որակը լիարժեք ինքը կարգավորվում է, իսկ դա մեծ բան է։ 9 սեանս, որովհետեւ ինչ ասվել է, սենց դպրոցականի պես, բայց գրում էին էլի իրանք, այս պիտի անեմ, ինչ որ առաջադրանքներ, այսպես ասած, հա, կոպիտ ասած, բայց առաջադրանքներ իրանք արել են։ Արդյունքը անհնար է ուղղակի չզգալ, որովհետեւ բոլորիս օրգանիզմը այդ առումով նույնն է, ընկալունակություն, եթե մենք կիրառենք կլինի։ Մարդիկ, որոնք ավելի մի քիչ ծույլ են, ավելի սիրում են սենց մեր վրա դնել դա, որ հա ոնց որ իրանց թվում է մենք պետքա գանք այդ հիվանդությունը հանենք իրանց մի քիչ ավելի երկար, բայց մեկը էֆեկտը լինում է 12-ից 24 մոտավորապես հոգեթերապևտիկ սեանս է լինում։ Երբ որ ես դեղորայք էլ նշանակում եմ երբեմն, ես չեմ սիրում նախ սկզբից նշանակել, դա էլ ասեմ, այսինքն ես գոնե մի 3-4 սեանս անում եմ, հետո երբ որ զգում եմ, որ օրինակ ես համ որպես դեղորայքային պետքա նշանակեմ, համ նաև հոգեթերապևտիկ, ես առաջին միշտ 3-4-ը միևնույնն է տալիս եմ համ ինձ, համ իրան շանս, առանց այդ քիմիայի մի հատ փորձել հասկանալ, որտեվ երբեմն դա իսկապես օգնում է։ Եթե զգում եմ, չէ, իրան անհրաժեշտ այդ դեղորայքը 5-6-րդ սեանսի ժամանակ արդեն մոտապես նշանակում եմ ու արդեն շարունակում ենք, չգիտեմ, նորից եմ ասում 12-ից մինչև 24 սեանս կարա պահանջվի։ Հա, սովորաբար բժշկական ապահովագրությունը 12-12-ական հանդիպումներով է, չէ՞։ Այստեղ Գերմանիայում կարճատև, այսպես ասած, թերապիան մաքսիմալը 24 ժամն է, բայց սկզբից տալիս են 12, հետո կարաս ելևս 12, երկարատևը մինչև 80 ժամ, բայց դա այդքան տագնապային խանգարումներին բնորոշ չի 80 ժամը, դա ավելի շատ դեպրեսիվ, միջին աստիճանի կամ հետտրավմատիկ ստրեսային խանգարումներ, մեկ էլ սոմատոֆորմ խանգարումներին էլ իրանցները շատ երկար տևում, որտեղ սովորաբար իրանց խնդրի տակ շատ խորը կամ մանկական կամ դեռահասության ինչ-որ խնդիրներ են, որ դա սաղ պետքա վերամշակվի կամ աշխատենք դրա հետ։ Այ հիմնականում շատ կլինիկաներ ես նկատել եմ Գերմանիայում շեշտը դնում են վարքաբանական թերապիայի վրա։ Կա որ շեշտադրում արվում նաև ինչ որ հոգեդինամիկ ուղղությամբ կամ սիստեմիկ։ Հա, սիստեմիկը շատ լավ է իմ կարծիքով, երբ որ կախվածությամբ պացիենտներ կան, իրանց դեպքում շատ լավ է աշխատում, այդ կապ չունի ինչ կախվածություն, բացարձակապես իրանց հետ սիստեմայինը շատ լավ է աշխատում, կամ եթե ընտանեկան ինչ որ sense երեխա, հայր, մեծահասակ կոնֆլիկտներ, գեներացիաների եւ այլն սիստեմատիկը շատ լավ է աշխատում։ Կոգնիտիվ վարքաբանականը իմ կարծիքով շատ լավ աշխատում է հենց տագնապային խանգարումների, խոճապային գրոհների, ինքնագնահատականի, ինչպես նաեւ հարմարվողականության խանգարումների ժամանակ։ Հոգեդինամիկը շատ լավ աշխատում է հետտրավմատիկ ստրեսային խանգարումներ, անցյալի հետ կապված ինչ որ խնդիրներ, որոնք բերել են հիմա որևէ մի սիմպտոմատիկայի, օրինակ քրոնիկ ցավային խանգարումը։ Իր դեպքում էլ հոգեդինամիկը շատ լավ ազդում։ Հետտրավմատիկ ստրեսային խանգարում ու սոմատոֆորմ աուտոնոմ այդ ֆունկցիոնալ խանգարումները։ Իրանց դեպքում էլ, բայց դա իմ հիմա տարանջատումն եղավ, տենց չկա գիտական նոր ինչ որ տարանջատում, ուղղակի իմ պատկերացմամբ այսպես տարանջատում կա, էլի, որ դեպքում ինչ ձև պետք է աշխատել։ Անի ջան, դու շատ ակտիվ ես նաև սոցիալական պլատֆորմներում, տարբեր հարթակներում, օրինակ Instagram-ում։ Այ շատ կուզենայի նաև այդ մասին մի փոքր պատմեիր, ինչպես ստացվեց դա։ Հա։ Ոնց որ իմ ընկերներն են ասում, այսքան զբաղվածությանդ մեջ մենակ դա էր քեզ պակասում։ Աշոտ ջան, դրա հիմնական պատճառն եղել է կարոտը, որտեվ ես 11 տարի է տառապում եմ իմ հետ, ինքս իմ մեջ ու աշխարհի հետ, երբ որ տխուր եմ, որտեվ կարոտն է լինում պատճառը, երբ որ ես չգիտեմ ագրեսիվ եմ, արդեն մամուսին էլ գիտի, ասում է երևի տոմսառեմ, դու գնաս մի երկու օրով Երևան ու հետ գաս ու կկարգավորվի ամեն ինչ։ Կարոտներ ու մեկ էլ միշտ մտածում եմ, որ անարդար է, որ ես Հայաստանում ծնվեմ, մեծանամ, սովորեմ ինստիտուտը, գամ ստե ու հիմա մենակ գերմանացիներին բուժեմ։ Հիմա դա միգուցե շատ sense ռասիստիկ թվե եւ այլն, բայց իրոք ես համարում եմ դա շատ անարդար, որ ես իմ գիտելիքը, որ սովորել եմ, իմ հայ ժողովրդին չծառայի ու չօգնեմ։ Ու այդպես ամուսնուս հետ խոսեցի, որ միգուցե ու ինքը ինձ թվում է ինքը նաև մոտիվացվեց այն առումով, որ իմ կարոտը միգուցե մի քիչ իջնի, եւ նաև այդ խոսակցությունները Հայաստանի վերաբերյալ գնալու հետ վերադառնալու կարոտը իջնի, ինքն էլ իմ կողքը կանգնեց, մեջքից կանգնեց, ինձ շատ օգնեց իմ, այսպես ասած, նպատակները, որ իրականացնենք։
ու որոշեցի, որ Instagram-ը շատ լավ հարթակ է։ Նախ ասեմ, որ մինչև դա ես ոչ մի սոցիալական կայքերում չեմ եղել։ Մինչև 24 թվականի նոյեմբերը, երբ որ ես բացել եմ իմ Instagram-ը, ես որևիցե մի սոցիալական կայքում չեմ եղել։ Ու ես բացել եմ հենց այդ նպատակով, որպեսզի իմ փսիխոսոմատիկայով, իմ գիտելիքով կարողանամ օգնել մարդկանց իրազեկել, ոչ միայն մարդկանց, այլև հոգեբան, հոգեթերապևտներին, եթե կարիքը կա, եթե իրանք կցանկանան, ես բացեմ նաև համագործակցությունների համար, նաև Instagram-ի շնորհիվ ես կարողացա կապեր հաստատեմ, սեմինարներ եմ կազմակերպել, հիմա էլ եմ սեմինարներ on-line նորից, մյուս շաբաթ կազմակերպելու եմ կրեդիտավորված հոգեբան, հոգեթերապևտների, բժիշկների հետ, ինչպես նաև իմ on-line կոնսուլտացիաները ամբողջ աշխարհում սփռված հայերիս հետ, որը անում եմ մեծ սիրով ու ցենց ոնց որ օրս բաժանել եմ ես 6-ից 7 ժամ աշխատում եմ գերմանացիների հետ, 2-ից 3 ժամ էլ հայերիս հետ։ Ու ոնց որ ասում եմ, всё, Հայաստանից հետ աշխատեցի։ Այդ ոնց որ այդ դատարկությունս լրիվ չէ, բայց մի քիչ լցվում է։ Այսինքն իմ համար եմ առաջին անում, իմ հոգեկան հանգստության համար, որը դատարկեր շատ էս 10 տարի։ Ինքը չէր լցվում, ինքը տենց մնում էր անընդհատ էլի։ Դե սիրելի հայրենակիցներ, այնպես որ կարող եք հետևել Անի էջին, այնտեղ շատ հետաքրքիր նյութեր կան, կարող եք տեսնել, տարածել նաև նյութերը, ուսանելի, շատ հետաքրքիր կոնտենտ կա, ես ինքս անձամբ դիտում եմ, այնպես որ շնորհակալ եմ շատ։ Ձեզ որակյալ կոնտենտի համար բաժանորդագրվել, նաև հետևել էջին։ Շնորհակալ եմ շատ Աշոտ ջան։ Խնդրեմ, Անի ջան։ Եվս մի կարևոր հարց սոցիալական ցանցերի հետ կապված։ Օրինակ, շատ դժվար է, չէ՞, դու նաև երկու երեխաների մայր ես կամ տանեկան հոգսեր, պարտականություններ եւ այլն, ո՞նց է ստացվում համատեղելը նյութերը, անձնական կյանք, մասնագիտական կյանք։ Ես դրան անվանում եմ իմ արագությունը, երկու բան կա, իմ արագությունը, մեծ ցանկությունը, երեք բան։ Արագությունս, ցանկությունս, մեկ էլ ժամանակի ճիշտ մենեջմենթը։ Ամենամեծ գաղտնիքը, բայց դրանում է կայանում ժամանակի ճիշտ մենեջմենթը։ Ու այսպես ասեմ, եթե նաև դրսից թվում է, որ ահա ամեն ինչ հասնում է եւ այլն, դրա տակ շատ խիստ դիսցիպլինա կա։ Սենց չգիտեմ ինչ ասեմ, որ ինչ ձևի դիսցիպլինա կա։ Այսինքն եթե մարդիկ օրինակ ժամը 9-ին են արտանում իրանց հավեսով եւ այլն, իմ ժամը սկսում է առավոտյան 6-ից։ Այսինքն երեխաներին, չգիտեմ, նախաճաշ պատրաստել, դպրոց տանել, ես եմ տանում, հետո գնում աշխատանքի։ Աշխատանքի տեղը սենց է, ես որ հիմա Էսպայի կլինիկայում աշխատում եմ, անընդմեջ չի որ պացիենտներ չէ ունեմ։ Եթե ես տեսնում եմ իմ պլանը, որ ես օրինակ 2 ժամ ազատ եմ, ես երբեք չեմ ասում, դե լավ 2 ժամ ազատ եմ, իմ համար բավ կզբաղվեմ, չէ։ Ես վերցնում եմ կոնսուլտացիաները իմ կամ սթորիները կամ հարցերին պատասխանել, այսինքն դա էլ օգտագործում եմ այդ ժամս, որ ունեմ ես, ոչ թե հանգստանալու, այլ մարդկանց, չգիտեմ, կամ տեղեկացնելու կամ նորից եմ ասում իմ կոնսուլտացիաների համար։ Հետո ես ժամը 3-ին կամ 4-ին գալիս եմ արդեն տուն, իմ հաց պատրաստել, տները նույն հայ սովորական մամա ու կին եմ ես, էդ էլ ասեմ տանը։ Լրիվ այդ իմ բոլոր գործողությունները երեկոյան ժամերը նույնպես դիսցիպլինայից հաշվին երեխաները շատ շուտ են գնում քնելու, որ ես երեկոյան նաև կարողանամ իմ ազատ ժամանակ ունենամ։ Առաջինը ամուսուս հետ ազատ ժամանակ խոսելու եւ այլն առանց երեխաների ներկայությամբ, երկրորդը իմ պլաններս ինչ որ կա։ Չգիտեմ, տեքստերի պատրաստումը, իմ էս ռիլերի նկարահանման, երբ պետք է անեմ, ոնց պետք է անեմ, ու այնպես չի որ ես շաբաթը 5-6 օր դրան եմ նվիրում, ես կուտակում եմ օրինակ 7-ից 8 ռիլ նկարում եմ ու արդեն ես գիտեմ մոտակա օրինակ 2 ամսվա ընթացքում ես դրանք ունեմ, որտեղ մոնտաժեր եւ այլն ես չեմ անում։ Այսինքն ինձ գնում է միայն տեքստերը, սցենար տեքստը պատրաստել ու ասել։ Մնացածը արդեն համապատասխան արվում է ու արդեն էջումս դրվում է։ Իսկ ընդհանուր կոնտենտի պահելը, հարց, պատասխան, հետաքրքիր ինֆորմացիաներով կիսվել եւ այլն, դա արդեն ես իմ ցանկությամբ կարողանում եմ ժամանակ գտնում եմ անում եմ։ Ու նաեւ ես չեմ խառնում, հաստատ որ հետևում ես դու էլ ես տեսել, ես չեմ սիրում շատ ընտանեկան բաներ էլ դնել, դրա համար չի ծարաբեռնվում ուղեղս։ Այսինքն օրինակ շաբաթ կիրակին, իմ շաբաթ կիրակին է իմ ընտանիքիս հետ։ Ես չեմ մտածում, վայ սենց անեմ, սենց լարվեմ, սենց հագնվեմ, սենց տեսք ունեմ, որտեվ հեսա Instagram պետքա գցեմ։ Այդ լարում է։ Այսինքն ճիշտ ժամանակից նաև տեղաբաշխումն է ինձ շատ օգնում։ Կարծում եմ մենակ այդ պարագայում է որ ստացվում է, բայց որովհետեւ հիմա իդեալական չթվամ ինչ որ բոլոր մարդկանց որ նայում են, լինում են օրեր որ ոչինչ չեմ հասնում, լինեն որ քաոտիկ է լինում ինչ որ մի բան, լինում են օրեր որ ես էլ եմ հեկտիկայի մեջ ընկնում, լինում են օրեր որ ցախողված եմ օրս համարում, որտեվ իմ պլանները չիրականացվել, ոնց որ յուրաքանչյուրը ես էլ նորմալ մարդ եմ, նորմալ մարդ, մայր, կին, աշխատող։ Շատ լավ։ Դե քանի որ դու արդեն խոսեցիր նաև քո շուտով դու մասնավոր կլինիկան ես բացում, մայիսի 1-ից արդեն գործելու է, ճիշտ եմ հիշում։ Այո։
մայիսի 1-ից արդեն գործելու է կլինիկ։ Մի փոքր դրա մասին խոսենք, ոնց կլինիկայից մասին ստեղծվեց այդ գաղափարը։ Գաղափարը անկեղծ ասած ուղակի ընկերուս հետ զբոսնում էինք, ինքն էլ ընտանեկան բժիշկ ասենց ուղակի ինքն ասեց, որ որոշել է սենց անի եւ այլն, հետաքրքրվեցի ուղակի, հասկացա, որ ինքը շատ ռեալ է, որ ես էլ կարամ անեմ։ Ինքը իրականում հետո ոչ բան չարեց, բայց ես միտքը վերցրեցի եւ իրականացրեցի հիմա, շնորհակալ եմ իրան նաեւ դրա համար։ Ու այդպես, հետո սկսվեց, դրվեց նպատակ, իմ մոտը տենց է, դրվում է նպատակ ու դրա համար հստակ քայլեր։ Ինչ պետքա դրա համար անեմ։ Երբ որ զգում եմ, որ ինչ-որ քայլեր կան, անկախ նրանից ինչ նպատակ է, որ օրինակ այս պահին անիրականանալի է, կամ օրինակ իմ ընտանեկան վիճակ, որ երեխաներից դեռ փոքր են չեմ կարա, ես հետ եմ ուղղակի կապվում, բայց այդտեղ հասկացա, որ իսկապես շատ ռեալ է, այն ինչ որ ես մտածում եմ, կարամ անեմ։ Իհարկե, մեկ անգամ եւս պետք է ասեմ, առանց ամուսնուս աջակցության կանեի, բայց 4 անգամ շատ էներգիա ու ժամանակ պետքա ծախսեի։ Շատ ավելի կչարչարվեի, իսկ իր աջակցությունը չգիտեմ, անբացատրելի է, որ կանգնած է կողքս, ու հիմա էլ էս կլինիկայի բացման մեջ ինքը շատ է ինձ օգնում։ Ու այնպես չի որ ինքն է պարապատ, դու գիտես, ինքն էլ անոթային վիրաբույժ է, շատ զբաղված, ինքն է շատ ակտիվ իր տեսակով, բայց իր օգնությամբ նպատակից հետևից հերթով սենց նպատակս դրվեց, հերթով քայլերով հասնում եմ դրան։ Ինքը լինելու է փոքրիկ մասնավոր կլինիկա, որտեղ իրականացնելու եմ առաջինը պսիխոսոմատիկ, այսպես ասած, կոնսուլտացիաներ իմ սովորական պացիենտների հետ, դեղորայքային բուժում եմ անելու, առանձին անհատական թերապիաներ, հոգեթերապիաներ, իրականացնելու եմ խմբային հոգեթերապիաներ, դեռևս այս պահին դա եմ մտածում, որ անելու եմ, բայց հետագայի հետ էլ կապված պլաններ ունեմ արդեն բժիշկների վերապատրաստելու եւ այլն։ Հետագայի, բայց դա մի 2-3 տարի հետո, այսինքն որ կլինիկան կմեծացնեմ եւ այլն։ Այս պահին առաջնային դա է դրված, քայլերը արվում է, վստահ եմ շատ լավ է լինելու։ Ցանկությունը կա, աշխատասիրությունը կա, մնում է մենակ հոգեկան ու ֆիզիկական առողջություն, որ ունենամ ու անեմ։ Այս պահին ունեմ, բայց չգիտեմ վաղը ինչ կլինի անշուշտ։ Կարևորը այստեղ է հիմա ճիշտ է։ Ճիշտ է։ Այ մի շատ կարևոր հարց է, մենք Գերմանիայում ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր ինչ-ինչ խնդիրների բերումով ցանկանում են մասնագիտական, հոգեբանական, հոգեթերապևտի կամ բժշկական ծառայություններից օգտվել։ Այ ոնց իրան կարան մոտենան, ոնց կարող են մոտենալ քեզ կամ իսկն քո կլինիկայի ծառայություններից օգտվելու համար ինչ պետք է հաշվի առնել, այստեղ շատեր ունեն բժշկական ապահովագրություն, իսկ թվում է դա խնդիր չի լինի, չէ՞։ Միայն դա է պետք։ Միայն բժշկական ապահովագրություն Գերմանիայի անկախ նրանից լրիվ հյուսիսից հարավից թե որտեղից ամբողջ Գերմանիայի տարածքի մարդիկ, որոնք ապրում են ու որոնք ունեն ապահովագրություն, բժշկական ապահովագրություն, բոլորը կարող են գալ։ Չկա որևիցե մի տարանջատում, որ ասեմ, այ այս խմբին չեմ կարա օգնեմ կամ չեն կարա իմ մոտ բուժվեն, այս խումբը չէ։ Ու նաև, հա, դա էլ չասեցի, որ ես նաև վիդեո տարբերակով, օնլայն տարբերակով եմ աշխատելու, հավասար, այսինքն 50%-ը կարող եմ ունենց ներկա, 50%-ը օնլայն ձևով էլ կարողանալու եմ աշխատեմ, այնպես որ նաև դա, եթե ինչ-որ մեկը Մյունխենից է, որը մեզնից շատ հեռու է, 600-700 կիլոմետր է մոտավորապես, Մյունխենից էլ էստեղ կարամ օնլայն նույն ձևի, նույն հարթակում, այսինքն շաբաթը 1-50 րոպե ոնց որ էստեղ ընդունված է իմ հոգեթերապևտիկ սեանսները կարող եմ անել։ Իհարկե լավ կլինի, որ ամենաառաջի կոնսուլտացիան ներկա լինեն, ցանկալի է, պարտադիր չի, բայց ցանկալի է, որ ամենաառաջինը լինեն, դրանից հետո բայց օնլայն հարթակում դեռ հնարավոր է, որ օգնեմ իմ նույն բժշկությամբ ու իմ հոգեթերապիայով զբաղվեմ։ Իմիջիալոց արդեն մայիսի 1-ից կգործի, չէ՞, արդեն։ Հա, մայիսի 1-ից արդեն բացվում է, ամսի 2-ին արդեն ունեմ գրանցված պացիենտներ, շաբաթօրա, բայց աշխատելու եմ մի քանի ժամ, իսկ դրանից հետո արդեն ամսի 4-ից առաջի շաբաթս արդեն լրիվ գրանցված եմ։ Դա բայց էդ էլ ասեմ, դա ինձնից չի, դու կփաստես, այստեղ ահա որ մեծ կարիք կա իմ մասնագիտության բժիշկների ու հոգեթերապևտների, այսինքն հիմա որ Աշոտն էլ որոշի որ մասնավոր իր փոքրիկ գրասենյակ կամ չգիտեմ բյուրոնա բացում հոգեբանական հոգեթերապևտիկ վստահ եմ նորից 1-2 շաբաթվա ընթացքում լի կլինի ամբողջ գրասենյակը պացիենտներով, որտեղ իսկապես կարիքը շատ կա։ Հետո եւս մի կարևոր հանգամանք, որքան էլ որ մենք գերմաներեն լեզվին փայլուն տիրապետենք, այլ մարդիկ այլ հույզեր են ունենում, երբ որ
մայրենի լեզվով է, են ճիշտ է։ մասնագիտական հոգեբանական օգնություն ստանում, այսինքն պատմում են կամ վերապատմում են գլխով անցածը մայրենի լեզվով, քան գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Լրիվ համաձայն եմ, ու նաև կուլտուրան ու մշակույթն էլ է շատ բաներ քեզ օգնում, չէ՞ որ հոգեբանական հոգեթերապևտիկ աշխատանքում ինքը սենց թեորիա չի կամ չգիտեմ EKG կարդալ չի, որ սենց կապ չունի, որ երկրում որտեղ ես, EKG նույն ձև կարդում ես ու գրում ես, ասենք, չգիտեմ, լրիվ այլ է։ Կուլտուրան, մշակույթը շատ բաների մասին կարող խոսա, այսինքն օրինակ եթե մեր հայը գասի պապաս շատ խիստ է ժամ 10-ից հետո օրինակ եմ ասում, չէր թողում որ ես տուն մտնեմ եւ այլն, եթե գերմանացու մոտ դա պատմվի, դա կարան իրանք մի քիչ է խորասեն, ասեն, ահա հետ տրավմատիկ ստրեսային խանգարում էր։ Բայց մենք մեծացել ենք 90%-ը տենց մոտավորապես, հա, խիստ ավելի օրինակ բարքերով ու դա երբևիցե չենք վարում, մենք կարա որպես տրավմա։ Նայենք, նույնը հակառակում Աշոտյանին շատ երկար է պահանջվել սկզբից, որ օրինակ այս այն պացիենտները ծանր դեպրեսիայի մեջ, ու երբ որ հաշտվում էի պատճառ, ասում էին շունս է սատկե։ Սենց նայում էի մարդ, որը եկել է Ղարաբաղի պատերազմի ժամանակ ու լույս ու մութ, չգիտեմ, տարիները տեսել է ու այդ խնդիրները, այդ մարդու մոտ որ գալիս են ու ասում են շունս մահացել է ծանր դեպրեսիա ունեմ, ինքնասպանության մտքերով, շատ դժվար է հասկանալը։ Որևիցե մեկը չի կարող գլուխ գովա, որ իրան շատ հեշտ է հասկանալ, չէ, որտեվ ես այդ բարքերի մեջ չեմ մեծացել։ Իմ համար լրիվ այլ է։ Տարիների ընթացքում սովորում ես արդեն։ Ես էլ եմ սովորել 10 տարի ավելի իրաց հետ աշխատում, բայց սկզբից այդ բանը եղել է, այդ իրար չհասկանալը սկզբից։ Բայց տարիները արդեն էլ եմ ասում, այնքան աշխատում ես, արդեն հասկանում ես իրաց այդ ձևով, բայց նույն ձևի էլ մեր հայերի համար դժվար է գերմանացու հայի այդ բանը, իրանց դժվար կլինի հասկանալ, որովհետև շատ բաներ հենց մեր մենտալիտետի մեջ է, բայց դա մեզ պատկանող բան է։ Այնպես որ դա ինձ թվում եմ շատերը նաև այդ առումով էլ կուրախանան ու կան արդեն մեր կլինիկայում այնօր մի հատ կին կար մեր կլինիկա եկել տեսել էր հայերեն անուն ազգանս եկի ասում այնքան եմ ուրախացել որ հայ է ու տենց ինքը բայց աշխատում է հոգեբանի հետ ու բավական մեզնից հեռու է ապրում ուղղակի մեր մոտ կլինիկայում եկել հետո ասես կարամ ձեր մոտ թեպուզ օնլայն աշխատեմ ասում ու իր այդ բառներ կներեք որ հայերենով չեմ ասում բայց ասում всё-таки ասում հայ եկել հայն ուրիշ է այդ արդեն խոսում է նրա մասին որ այդ վստահությունը այդ ուրիշ ատմոսֆերան դու քո հայ լինելով արդեն ստեղծում ես իհարկե առաջնայինը իմ համար բայց պրոֆեսիոնալ լինելն է առաջնայինը միևնույնն է դա է դա օգնող ֆակտոր է բայց ոչ առաջնային աշխատանքում հասկանալի է դե ես քեզ նորից ուզում եմ շնորհավորել կլինիկայի բացման կապակցությամբ այսինքն բացվելու ժամանակն է բնականաբար իր հերթին բոլորս կտեղեկանանք շատ ուրախ եմ ջան որ նման նախաձեռնություն ես իրականացրել հաստատ մեր հայրենակիցներին Գերմանիայում հատկապես շնորհակալ եմ Գերմանիայում հատկապես օգտակար կլինի շնորհակալ եմ շատ լավ Անե ջան այսինքն Գերմանիայում համենայնպես Գերմանիայում գտնվող մեր հայրենակիցների համար բազմաթիվ խնդիրներ արդեն լուծել ես հասանելի է շատերի համար արդեն ֆիզիկապես էլ է հասանելի ոչ միայն առցանց այ Հայաստանի համար էլ ինչ նախաձեռնություն կա որ արդեն ունես շուտով սարերի հետևում չի շուտով կլինի կամ արդեն կա Առաջինը դե ասեցի արդեն որ սեմինարները ժամանակ առ ժամանակ կազմակերպում անում եմ իմ օնլայն կոնսուլտացիաները նորից շարունակվելու է բայց թիվը 50%-ով պակասացնելու եմ որովհետև այստեղ չեմ հասնի բայց ամենամեծ գլխավոր երազանքս 26 թվի հետ կապված որ գոնե մինչև տարվա վերջ ես պսիխոսոմատիկային նվիրված իմ գիրքը վերջապես հրատարակվի նորից հաղորդումների ժամանակ ես խոսել եմ Հայաստան որ հրավիրված եմ եղել որ գրվում է հիմա արդեն պատրաստ է բայց այդ տալու հրատարակման եւ այդ փուլերը դեռևս չեմ հասել դրան ցավոք սրտի այստեղ քայմո կլինիկայից էս բացման խնդիրներն եղավ ոնց որ դա մի քիչ ցկցկվեց բայց հուսամ որ մինչև տարվա վերջ այդ երազանքս է կլինի իսկ դա կլինի ոչ միայն 26 թվի համար այլև դա կլինի մնայուն իմ ամենամեծ տված այսպես ասած բանը որ ես Հայաստանից համար կարայի տայի այստեղ սովորածովս դա կլինի այդ գիրքը պսիխոսոմատիկային նվիրված Այս պահին մեզ դիտում են բազմաթիվ մեր հայրենակիցներ եւ շատերը հավանաբար խնդիրներ կունենան տագնապի կամ այլ բնույթի միգուցե այ ինչ կասեիր նրանց Խորհուրդ կտամ որ չհետաձգել ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե ինքներդ ձեր հոգեկան առողջությամբ զբաղվելու հարցը։ Լիքը հարցեր կան, որոնք մարդիկ կարծում են առաջնահերթ է, բայց վստահեցնում եմ, եւ որ հոգեկան աշխարհը իր տեղում չի ու ստաբիլ չի, այդ հարցերը իրանք միշտ լինելու են երկրորդային, երրորդային։
այնպես որ զբաղվեք ձեր հոգեկան առողջությամբ, սկսեք հենց այս պահին, սկսեք գրագետ մոտեցում, իսկ գրագետ մոտեցումը դիմել մասնագետին։ Ես միշտ եմ ասել ու պրոպագանդելու եմ, երբ որ խնդիր ունեք, ինքնաբուժությամբ մի զբաղվեք։ Դիմեք համապատասխան մասնագետին։ Իսկ համապատասխան մասնագետները հոգեբաններ, հոգեթերապևտներ, պսիխոսոմատիկ բժիշկներ եւ հոգեբույժներ։ Այսքանը։ Դե հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում դիտման համար, հիշեցնեմ նորից, որ իմ հյուրն էր հոգեսոմատիկ բժիշկ, հոգեթերապևտ Անի Զաքարյանը, այնպես էջի համար արդեն ասել եմ, տեղեկացրել եմ, կարող եք հետևել։ Շատ շնորհակալ եմ Անի ջան քեզնից էլ, որ եկար, որ այս տեսանյութը միասին նկարեցինք այս ոդքասթը ու հուսամ, որ շատերի մոտ լավ արձագանք կգտնի։ Միգուցե նաև ապագայում եւս այս ձևաչափից օգտվենք, բայց դա թողենք դա հետոյի վրա։ Ապրենք ներկայ, ոնց որ դու մի քանի րոպե առաջ ասեցիր, այստեղ եւ հիմա։ Շնորհակալ եմ ես էլ քեզ շատ, Աշոտ ջան, ինձ թվում է շատ հետաքրքիր միտքեր ու շատ կարևոր է որ միտքը իրագործեցինք, որովհետեւ այնպես չի որ դու էլ պարապես, դու էլ հոգեբան աշխատում ես նաև on-line հարթակում եւ այլն։ Շնորհակալ եմ շատ, որ այդ բազմազբաղ քո առօրյայում դու էլ ժամանակ գտար ու իրականացրեցինք այս ոդքասթը։ Հուսամ շատ լավ արձագանքներ կունենա ու եթե կունենա վստահաբար կշարունակենք ավելի իրազեկել, տեղեկացնել ու դրանով իսկ մեր հայրենակիցներին օգնել։ Դե եղեք առողջ, միշտ նոր հանդիպում։